Ինչպես վարվել առաջին կաթնային հոսքերի ժամանակ, դրանք սովորաբար տեղի են ունենում 3-րդ, 5-րդ կամ 7-րդ օրը։ 5-րդ եւ 7-րդ օրերը որպես կանոն լինում են կեսարյան հատման դեպքում, մինչ այդ դուք հաճախ եք երեխային կրծքին մոտեցնում, եւ կաթնային հոսքը կլինի որքան հնարավոր է շուտ։ Մայրիկի մոտ կարող է առաջանալ դող կամ ինչպես սուր շնչառական վարակների ժամանակ մենք մրսում ենք եւ չենք հասկանում, թե ինչ է կատարվում։ Սա նշանակում է, որ շուտով կամ արդեն կաթը լցվել է։ Կուրծքը լցվում է եւ շատ հաճախ դառնում է կարծր, կարծես քարացած։ Ինչ անել, որպեսզի կուրծքը թեթևացնենք։ Մեզ համար կարևոր է թույլ չտալ այտուցի առաջացում, եթե այն հանկարծակի առաջացել է, պետք է վերացնենք, ինչ ենք անում։ Դնում ենք սառը կոմպրես։ Վերցրեք սրբիչ կամ տակդիր, թրջեք սառը ջրով եւ դրեք կրծքին, ամբողջությամբ ծածկելով այն։ Անմիջապես կթեթևանա։ Դուք իսկույն կսկսեք ձեզ լավ զգալ։ Հետո պետք է կատարեք արեոլայի փափկեցման տեխնիկան։ Եթե արեոլան այստեղ կարծր է, ապա փոփլիկը չի կարողանա կրծքին կպչել։ Դուք սեղմում եք պտուկի շրջակայքում, սեղմում եք 1-ից 3 րոպե։ Դա բավականին կոշտ է կատարվում։ Դադարում եք։ Փրկեմ։ Դադարում եք։ Եթե արեոլան փափկեց, դա արդեն բավական է։ Հետո արեք կրծքի բացող մերսում։ Ահա այսպես։ Եվ մոտեցրեք երեխային։ Եթե փոքրիկը ձեր հետ չէ, պետք է կթել։ Եթե փոքրիկը ձեր հետ է, բայց քնած է, հանեք նրան մինչև տակտիվն ու կպցրեք կրծքին։ Ամենալավը դա անում է հենց երեխան։ Խորհրդատուի ցանկացած կթում շատ ցավոտ է։ Ուստի կանչեք երեխային, թող նա ձեզ փրկի։